Մարդուկին կանգնած են ճանապարհին առավոտվա ժամի 9-ին, որպեսզի գնան եկեղեցի։ Մեքենա է գալիս, մի հատ մեքենա է գալիս, կանգնեցնում են, ասում են վարորդին, ասում են, մեզի կտանես եկեղեցի։ Ասում եմ, ես եկեղեցի եմ գնում, իսկական նստեք, նստում են, ինքն էլ եկեղեցու հովիվ է, այդ վարորդը։ Մարդկին նստում են մեքենայի մեջ, շարժում են 400-500 մետր գնում են, մեկ էլ ամուսինը, մեքենայի մեջ ամուսինը ասում է վարորդին, կանգնիր մենք իշնենք, ասում է։ Ասում է, ինչու՞։ Ասում է, իսկական այ գնում ենք եկեղեցի, ես էլ այդ եկեղեցու հովիվն եմ, ասում է։ Դու ճիշտ տեղ եք նստել։ Ասում է, բայց մենք չենք ուզում գանք եկեղեցի, ասում է, խի։ Ասում է, դու հովիվ ես, բայց քեզանից ոչխարի հոտ չի գալիս։ Մի կանգնեցրեք, որ մեքենայից իշնենք մենք։ Չենք գալիս։ Կանգնում է մեքենայից իշնում են։ Հիմա մենք, ժողովուրդս, մեզանից ինչ հոտ պետք է գա։ Հովիվներից ոչխարների հոտ է գալիս։ Ինչու՞, որտեվ շատ են շփվում ոչխարների հետ։ Ես փոքր ժամանակ գառներ եմ պահել, հետո ոչխարել եմ պահել։ Որ ոչխարների հետ գառների հետ շփվում նստում ես, ոչխարի հոտ է գալիս քեզանից։ Հովիվներս, եթե ժողովրդի հետ շփվենք, մեզանից ժողովրդի հոտ կգա։ Ամեն։ Բայց ամենակարևորը մեզանից պետք է Հիսուսի հոտը գա։ Ոնց պետք է գա Հիսուսի հոտը մեզանից։ Շփվենք Աստվածաշնչի հետ։